Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, ինչքան ժամանակ է այստեղ նստած գործ եմ անում, մի պահ մտածեցի, որ այս գործով ձեզ չմիանամ, բայց էլի չկարողացա առանց ձեզ և ուզեցի շատ-շատերի հետաքրքրությունը նորից շարժել իմ տնտեսության գործերով, այստեղ մեղրն է յանտարի գույնով, որով տորտ թխեցի ու հիմա լցրել եմ այստեղ տոպրակների մեջ, տեսախցիկը իջեցրել եմ, որ արածս գործը տեսնեք, մի երկու խոսք ասեմ, մի քիչ զրուցեմ, հետո գործը շարունակեմ։ Սա այն երեկոն է, երբ որ փայտը դասավորում էի ձեր հետ, հետո գնացի հարևանիս տուն, փոքրիկների համար տորտ տարա, այնտեղ կոֆե խմեցինք, լավ ժամանակ անցկացրինք և մի քիչ առաջ եմ եկել տուն։ Եկել եմ ու անմիջապես այս մեղրը լցրել եմ տոպրակների մեջ, որ տամ իմ մեղուներին։ Այսօր, որ փայտը դասավորելու համար միտք էի անում, թե փայտանոցում դասավորեմ, թե դրսում, թե որտեղ, այդ ընթացքում գնացի եկա, դե գիտեք, որ իմ տնտեսությունը մեծ է և որ կողմի վրա էլ պտտվում եմ, գործը կա ու կա, հիմա համ ձեր հետ զրուցեմ, համ էլ ցույց տամ, ահա, այստեղ միանգամյա օգտագործման տոպրակների մեջ եմ լցրել, սա մեծ ընտանիքների համար է, այստեղ 2 ճաշիկ դալ սառած մեղր է, երբ որ ես երեկ ասեցի, որ դա անցած տարվա մեղրն է, նկատի ունեի նախանցած տարվա, քանի որ անցած տարվա մեղրը 25 թվականի մեղրը կարմիր էր և դեռևս չի սառել, մի փոքր ունեմ, հիմա կարիք չկա, որ բերեմ ցույց տամ, մի անգամ առիթ կլինի ցույց կտամ, սա նախանցած տարվա մեղրն է յանտարի գույնով և արդեն իսկ ինքը այսպես լավ տարածել եմ, շատ անգամ իմ ձեռքի տաքությունից ինքը այսպես տարածվում է, այսպես հարթեցրել եմ, որ մեղուներս հեշտությամբ ուտեն, իրենք տոպրակը ծակծկում են, անգամ տոպրակից իրենք զգում են, թե այդտեղ ինչ է համել, այստեղ բերանը բաց է, վերջում ամեն մի տոպրակին մի քիչ մեղր եմ քսելու, որ իրենք ավելի հեշտ հասկանան, թե այստեղ ինչ կա իրենց համար և սկսեն ուտել, այս կերը իրենց համար համարվում է գրգռիչ կեր, այսինքն երկրորդ կեր, երբ որ սա տալիս ենք մեղվան տանիքներին տարվա այս շրջանում, հատկապես, միշտ էլ դա լավ է, սիրելի հետևորդներ ջան, մեղուն դրանից ակտիվանում է, այստեղ անարատ մեղր է, ոչ մի դեղորայք չկա, այստեղ մի քիչ, հետո այստեղ մի ճաշիկ դալ, քանի որ արդեն մի ընտանիքը փոքր է, մի ընտանիքս անկվել է, ինձ թվում է դա դեռևս աշնանը, քանի որ բացեցի գոնե մի հատ մեղու չկար, փեթակը լքել ու գնացել են, 7 հատ ունեի, այս պահին 6 հատ ունեմ, փառք Աստծո, իսկ թե ինչու է այստեղ 5 հատ, քանի որ այդ ընթացքում, երբ որ ես նայում էի մեղուներիս, տեսա, որ 2 փեթակից ընդհանրապես թռչող մեղուդ չկա, սկսեցի անհանգստանալ, հետո չհամբերեցի, ինչքան էլ որ չի կարելի, որ տարվա այս շրջանում բացել, քանի որ հարձակում է լինում, գողություն է լինում, ռազվետչիկ մեղուները գնում են, իմանում են, մեղրի հոտն առնում են և այլն, և լավ չի լինում, դրա համար զգուշանալ է պետք, ամեն դեպքում շատ արագի մեջ այդ 2 փեթակը ստուգեցի, տեսա, որ մեղուներս ողջ և առողջ են, ճիշտ է, կերապաշար ունեն, բայց սա շատ կարևոր է, շատ-շատերը կանդի են տալի, իսկ շատ-շատերն էլ ինձ նման այսպես սառը մեղր են տալի, արդեն իսկ բյուրեղացած, սառը ասելով ի նկատի ունեմ բյուրեղացած, սիրելի հետևորդներ ջան, հիմա շատ կուզեի, որ ձեզ էլ ինձ հետ տանեմ, մութ է արդեն, եթե անգամ ես այնտեղ ֆանառիկ միացնեմ, որ դուք տեսնեք, մտածում եմ, որ լույսից մեղուները ընդհանրապես ակտիվանում են, անհանգստանում են, հետո ին վրա կհարձակվեն ու կսկսեն ձեր անուշկային կծոտել, էլի կծելը ոչինչ, ինձ օգտակար է, բայց իրենց ոչ, քանի որ մեղուն եթե կծում է, իր խայթը թողնելով մեր մաշկի մեջ, ինքը արդեն ոչնչանում է,
այսենց իմ համար չեմ մտածում, իրենց համար եմ մտածում, քանի որ մեղուները Աստծո պարգև է մարդկության համար, սիրելի հետևորդներ ջան, երբ որ այդ երկու փեթակը, որ ոչ մի մեղու դուրս չէր գալի, բացեցի ու տեսա, որ կա, անմիջապես եկա տուն, մի հատ սենց սարքեցի, էլի կադրից դուրս առանց ձեզ, հետո վազացրի ու տվեցի իրենց, դե իհարկե հարցակում եղավ ինձ վրա, մի քանիսը գծոտեցին, հետո ես շատ արագ փախա այնտեղից ու եկա ձեզ միացա ու սկսեցի փայտերը դասավորել։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ այս մի քանի րոպեն ձեր համար հետաքրքիր եղավ։ Հիմա ես կգնամ, ամեն դեպքում կփորձեմ, եթե պահը գա, կմիանամ դրսից նաև, թե ոնց եմ գիշերով մեղրը տալի իմ մեղուներին, որպես երկրորդ կեչ, դե ես գնամ։ Դրան լսերը վառել եմ, հետո հլատենամ, կարում եմ ձեզ էլ հետը ստանեմ, թե չէ, սենց, ես կրանը ձինը նստածը, սոր չհասցրուց հալ է, են հերվինը ճոճկան կեղը լսերնա, այեն, աստղի նման, որ նայում եմ, ես էլ արդեն մեր կեղի լսերն եմ, սենց, հերբեր գույների, ասեմ, որ աստղազարդ գիշերա լուսին էլ կա, այդ աստղը, ես էլ լուսինը, երկնքի մեջ տեղն է հասել, այս աստղը մոլորակա, սիրելի հետևորդներ ջան, ամենամոտ մոլորակը գիտեք չէ որն է, անել ոնց որ սամալյոտ է գնում, գնաց, ահա, էդ էլ տեսանք, մնում է մեր գործն անենք, այսենց, ճամփա եմ ընկել դեպի մեղվանոց, այս ծնի միջովդ եմ գնալ, քիչ ջրջրացված ստե, քանի ձինը, շատ ընդեսը գնացել եկել ես օրերին, այս մեղրնա, բայց ստի մի քիչ վտանգավոր է, այս ոնց անցկենանք, որ չսախանք, ոյ, ծառիցը բրնեմ, տեղցան ծառի շևերից բրնելով, առաջ կգնամ ինչ այլել, որ, ահա, արդեն ըստի լավն է, սառի լագեդինը, այս իմ մեղվանոցը գիշերով, գիշեր է գիշեր, աստղազարդ գիշեր, ես լաստի դնեմ, հետո տենամ ինչ եմ անում, պետք է շատ կամաց գործանեմ, մանավանդ, որ լիսը միացրել եմ, ոյս ինչ ծանտրներ, համիլ սառը, մեղուներս, ես իրանց տախացումն է, ոյ, ծուրտ է, մի հատավեր ունեմ, ոյս մեծը, իրանք մեծ ընտանիք են, սենց, Չանել Ես ոնց անենք Ոյ Դու ես Հարկաստու ստացվեց Ծածկենք Մեղան արդեն վերև է բրծրացել,
Ես կարող է թարս դրի, այն ոնց էր, այ թե թարս դրի, միշտ չշկլացնում եմ սրան, ասում եմ սոր նշան անեմ, եկուս նշան անեմ, ստեց, չէ, մեղով դուս եկեք, ես պախով, անցնենք առաջ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այն գործողությունը կատարելու եմ ստեղ, այդ մեկին եմ տվել, այս փոքր ընտանիքը, այս որ ասինի գտալ ամեղրը, այս գտամ սրանց, բայց այս որտի դնեմ, կետնին դնեմ, որ չբացեմ, սոր սրանք, դուս չէին եկել, այս ու այդ մեկը իրանց վրա կասկածեի, հետո կասկածներս ծրվեց, բարեբախտաբար, լավն այն, այս կողմից, բզիզաններ ճան, եկև արեք, տարայ, նանայ, անուշկան մեղրը բերեց, այս ինձ, այս մեկ հետապս հինա, մի քիչ նեղվում եմ դրանից, բայց թե աստված առաջ, մեղուներ ջան, մենայն ձերինն է հանգել, այս իրեք հատնել տան, նույն ձևով սիրել հետևորդներ ջան, բայց ոնց որ թե ձեր համար է չեմ, դա, տեսնեմ տեսաղցիկը, ճաշիկ եմ բերել, իկեր պարմարացրի տեսաղցիկը, ուզեի անպայման դուք էլ տենաք էլի, մի քիչ զգուշ են գլում, սրանք գզազած են, ես իրանց տակ շորերը, որ իմ շորերից բերել է դրել, այս գործը ցերեկով չեն անում, այս գործը քշերով են անում, այս իմ տակ շոկետն է, ոյ, ցերես պատրաստեմ, այս միրեսի վրա դիգնել, կանջակտորներ, դեկերեք, դուք էլ քեֆ արեք, սամալյոտի ձայնը որ լսվում է, գնացի տուն, ասի լատենամ լուսինը ոնց արևում, ոնց չիրևում, են որ ասի սամալյոտ ա գնում, սամալյոտ չեր սիրելի հետևորդներ ջան, աստղվեր ընգավ, կարակը հետ տակ, երազանք պհեք, ու թավ բոլորիս երազանքները կատարվեն, համասի սամալյոտը համել, որ ձենձուր չեկավ, հետո որ ստուգեի, այդ վաղ թամասի համ կասկածեի, հետո գլխի էլա, որ աստղնա, որ երկնքիցը վեր ընկավ, հետո ես մինա, այեզա, ես, անաստոց այեզա, հոպա, ճիշտ այս գործը, ասենք դժվար է, ամեն դեպքում դժվար է, բայց թե շատ ուրախ եմ, որ մեղուներս ողջ եւ առողջ են, փառք Աստծո, շնորհակալ եմ, շուտ, դուս տարան, սրանք գզազած են, վրա չտան,
գնացես մինա, այն մինը արդեն հանգել է, հանգել որն է գնացել է, լքել է բունա, թե ինչ չի սրտորնել էլ, իրանք գիտեն մնել Տեր Աստծոց, այ մերա ջան, Տին իմ զանգին ու զրանգին էլ վենցանալ է, որ հաչրղուան է սենց հաչին։ Սկոշ։ Կուկու։ Սրանք ներքևն են դեռ։ Ստելա տանք, դեռ վերև չեն եկել, գիտեմ ոչինչ կլին չի սեսից, հանգատ չլին, բզոցը շատ քիչ էր, ես հետո կուսումնասիր եմ, այդ զորստի դուրսուներ սանեին, գիտեմ ոչ, Ասեմ գողություններս դի, ես խիչ է, բզոցը լավ չի եկա, լավ եմ հապի, ես կան բանսի են հետևորդներ ճան, այ հիմա բարի գիշեր, մինչ առավոտ, մինչև զրանգին իրանք ճաշը կոպեն ես տորը պակ եմ, Արիլույս սիրելի հետևորդներ ջան, ամենաառաջ շներիս կետ տվի, բայց թե ուզում են դուս կան էլի, բայց թե հավերի հետ չեն բարշի։ Սրանք իրանց կուտը կուտեն, մի քիչ քուջուջ կանեն, բեն մեկ հոր վեդրոլիքը ծորեն եմ բերել, այսքանը սաղ տալիս եմ։ Այ, ձերներում գծել են, բայց թե արդեն կերել են էլի իրանց, այդ ուտելիքը կերել են, կուշտ են, խաղանել են ուզում բջուրեխի նման։ Ինչքան շատ ագործերս իմ։ Բայց թե ես գնասավոր եմ, էլի հո չեմ թողա։ Սրանց մի ժամ կթողամ դրանը, էսա որ իմ ձենը չլսեն, արդեն իրանք էլ կխելոքանան։ Հո ես ինչ խիտեր կանգնել եք, նա սպասի, նա շատ կանգնեցեք։ Իրանք գլուխ են հվարկվել։ Այս էց, էսա մի գծի վրա, եկեք, այս ավազուտ տեղը իրանք ծոր են ուտեն, ավազել են ուտում, սիրելի հետևորդներ ջան, ավազը շատ օգուտ է հավերին, իրանց մարսողությունը դարագացնում է, որ ավազի հատիկ են ուտում, ծորենը ջարդում է իրանց այդ քարջիկի մեջին, քարջիկ եմ ասում ու թողում, այսքան բհեցի, աչքիս մի հատ ակլորիկ մեր ձևերով հայել ենք, չգիտեմ ոնց հարմարացնեմ, այսօր գործել են գնալու, նեղուներին էլ պետք է գնամ նայեմ, փետը դասելու, լիքը գործ, այս օրերը տաքանում են, խաղչի գործն է սկսվում, Այսավ սիրանցնվի, հատացրել եք, գնամ ջուրն էլ բերեմ, ջուր էլ տան, իրանք ստի մի քիչ արև կողկանեն, ես էլ մի քիչ փետը կդասեմ, նեղուների կուշտը կգնամ, հետո ջուջու կանեմ կկանչեմ, տու կանեմ ու շներին բաց կթողում, ջուրը
Այս է ջուրը, ջրամանեն գրամնա գնամ բերեմ։ Մի քանի հատ ջրաման եմ դնում, հերիք չի անում։ Այ, զանգի զրանգի։ Այս էլ տանիմ են կրանը ջուրը լցնեմ։ Կուտենք կգնամ խոջուջի։ Ես էլ մի քիչ փետը կդասեմ, բայց ուշկս մեղուներ ունելա է։ Այդ քշերով որ տարա տվի, այդ մի հատը որ ասի, ձեն ձուր չկա, անհանգիստ եմ։ Բայց թե դրամա պետք է ծուխ անեմ, էլի։ Էլի որ ծուխ ենք անում, մի քիչ հանգիստ ենք հլում։ Բայց թե ժամանակ էլ չկա, ժամանակս արդեն չի հերիքում։ Չգիտեմ։ Նրանք լավ ոնց եմ դասավորում։ Գնանք եկող, տենանք ինչ ենք անում մի հատ։ Այս ուր եք հետևից սեկել։ Ես եկել եմ այս խաղաղ տեղը, սիրելի հետևորդներ ջան։ Իմ մեղվանոցը իմ համար մի հատ խաղաղ վայր է։ Միշտ արևը դուրս է եկել, բայց դեռ մեղուներս սենց շատ խմբով չկան։ Քանի որ գնացել են գործի։ Իսկ այս էլ կգնամ գործի։ Քշերով որ բերի տվի այդ մեղրը, արդեն իրանք գիտեն, որ կեր ունեն, աշխուժանում են։ Էսա չգիտեմ, մի քիչ օրը տաքանա, արդեն խմբով գործի տեղից կգան, լա կտենանք ծաղկափոշի են բերում, թե չէ։ Սիմը չկա, արև տող ես անում։ Այս մի փեթակնա, որ լքել են, առաջը փագա, սրա մեջ իրան կեքը պետք է տանեմ տուն, բայց էլի գիշերով։ Այս մեկի վրա էի կասկածում, մի քիչ ստի կկենամ, հլա կտենան դուրսուներս են անում, այս մնացածը փառքաստու լավն են, ինձ թվում է արդեն իրանց ոչ մի վնաս չի լիել, հավերս պահովը մին տարածվել են, դե համենայն դեպս են ձնի վրա գնում չեն, որ արևն գնում է ձնի վրա, փայլփլում է հավերը դրանից հուշտ են ելում, ավելի շատ սենց մի քիչ երեք որ ցույց տվի այս կողքի վրա, եկել ստեղ եք սենց, եկան աչը միշտ էլ իմ բաղչումը կա, հատկապես այս վերջ տայներին, որ թեն ցրտաշունչ ձմեր չի անում, կան աչը մնում է, հողը բերի է, սիմը չկա, ինչ ես եկել կսմսվում ես, ուզում ես քեզ էլ սիրեմ, զանգին ու զրանգին սիրում եմ, քեզ աչկաթող եմ արել, այ սենց է, պիսոն իրան սիրել տալի, դե գնա որսարա, սիրել է հետևորդներ ջան, չգիտեմ, միտք եմ անում ասում եմ, օրից օր իմ մաթազա գործա բացվում, աչքիս ասում եմ դուս կամ այդ գործից, կես դրույքով աշխատում եմ, չգիտեմ, ժամանակս հենց գնում է էլի, որ ասեմ թենց այդ գործից ինչ-որ բարձր աշխատավարձ ունեմ, չէ, կես դրույքի աշխատավարձը, երկու քոր կոպեկ է էլի, սենց ասեմ, ասել նամոտ չլնի, դե թենց ենք ասում էլի, ժողովուրդը թենց է ասում, որ քիչ ալնում ասում են երկու քոր կոպեկ, միշտ ասել եմ փառքաստու, որ աշխատանք ունեմ, ստաժ ա գրվում, բայց տենում եք էլի, իմ տնտեսությունը ինչքան մեծացրել եմ, ես եմ մեծացրել, սիրով եմ անում, մեկ աչքս վախում է, դե ամեն դեպքում տղամարդու չափ ուժ չունեմ, բայց թե
Ճիշտ է դուք էլ միշտ ասում եք ուժը տանս պար Անուշկա ջան, Աստված քեզ ուժ տա, ձեր խոսքերը ինձ ա հասնում։ Շնորհակալ եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։ Բայց թե երեք քշեր որ եկա սենց տվեցի, ես էլ արդեն զգում եմ, որ իմ համար նոր գործ ա բացվում։ Մեղուներս Աստծո հաջողությունով ուզում եմ շատացնեմ, դարձնեմ 50-ը, 100-ը եւ ավելին, Աստծո կամոք, այս բարի լույսի հետ։ Միշտ ուզեցել եմ, որ շատացնեմ, իմ տանը լինեմ, իմ տնտեսությանը հետևեմ, հավերիս բաց թողամ ու շատ իրելնեմ այդ գել ու գազանը չտանի, աչքս իրանց վրա ալնի։ Այդ պատճառով մի քիչ միտքս ճիճորվել, ասում եմ, գործից դուրս կամ, դե ստաժն էլ ասենք վաղը մյուս օր թոշակի համար, դե էտել ա բոլորիս առաջ, բայց թե աշխատող, չաշխատող, նույն չափից ստանում են, լավ գիտեք, դե որ կենդանիներիս կերակրել եմ, եկեք գնանք տուն, կամ կոֆե կխմենք իրար հետ, կամ էլ այդ տորթից կկտրեմ 2 կտոր, ես էլ արդեն որ գործ եմ անում, սով եմ զգում, մի կտոր տորթ կուտեմ, այդ իմ համար նախաճաշ կլինի, հետո դուս կգամ մի 2 խտիտել փետ կտանիմ ու գործի կգնամ, հենց մտքերս խառնա։ Եղանակը լավն է, բայց փոփոխվում անընդհատ։ Ես իմ բալկոնում նայեմ հավերիս հսկում եմ, վաղ չեն դեռ ձին է, մինչև վտի, մինչև գազի տրուբեն ձին է, հետո արդեն տրուբից տեսը կանանչա, տեղտեղածինը, հավերս, ճուտերս, եկել են ըստի կանաչ խոտ են արածում, լավ է, այսենց մի քիչ հսկեմ, հետո գնամ 2 խտիտ փետ հվաքեմ դասեմ էլի, դեռ մի քիչ ժամանակ կա, մինչև գործի կգնամ, արևը մեր մտավ, ամբերի տակը մտավ, ասում եմ էլի եղանակը փոփոխական է, զանգին ու զրանգին քնել են, սիրելի հետևորդներ ջան, կամաց խոսիմ, երեք որ ըստի փետը դասում էի ձեր հետ, ինչ չարի, այդ արևի շողկը, որ ընկած էր ուղիղստի մի գծի վրա, չեր ստացվում, որ կողմից որ դնում էի, չեր ստացվում, դե երեկվա արևը շատ էր էլի, մի քիչ ոտից տեղը բաց անեմ, որ առաջ կամ այդ վերևից տանեմ, դե ես էլ տիմ տանել, բայց շատ չտիմ էլի կռանալ, որ մի քիչ սենց վերևացնում ենք, ի ձևի հեշտ ենք հլում էլի, հետո, չգիտեմ, այդ վլոգս դեռ չեմ տեղադրել, այսօր գործի տեղից կտեղադրեմ, արդեն իմ վիդեոների տեղադրման ժամը կփոխվի, կդառնա առաջվա պես, դե որ այս 5 օրը ազատ էի, տանն էի, արդեն տարբեր ժամի էր էլի իմ վլոգները տեղադրվում YouTube-ում, բայց որ գնում եմ գործի ստանդարտ, նույն ձևով, նույն ժամին, ոնց որ, 2 րոպե ավել մի 2 րոպե պակաս տեղադրվում է, ուզում եմ, որ ակտիվ լինեք, սիրելի հետևորդներ ջան, ուշադիր լինեք իմ ալիքին, գիտեմ, որ ինձ շատ եք սիրում, ես էլ ձեզ եմ շատ սիրում, հեռվից հեռու, ակտիվ եղեք, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք և իհարկե ջերմ տողեր ուղարկեք ինձ, դուք ինձ շատ եք ոգևորում, այ ասում եմ, ուզում եմ գործից դուրս գամ, արդեն ասել եմ դե ինչ պատճառով, բայց չգիտեմ, լատենանք ոնց կդասավորվի, որ հասցնեմ էլի, այսքան շատ գործերը, այսա գարուն կգա, բաղջի գործը բաց կլի, մաքրել, և այլն, գիտեք էլի,
Գեղացի գործը։ Ոչ մի անգամ չեմ դժգոհելի մեծ տնտեսության գործերից, լավ գիտեք, հաճույքով եմ արել, ուղղակի այդ գործից դուրս գալու պահը ուզում եմ, որ տնտեսությունս ավելի բարգավաճի, հենց համիտքս ճիճորվել, չգիտեմ, քշերը ինչեր ասեմ տեհել, չեմ էլ հիշում, ասեմ դրա հիմա վրայա։ Ծիպ, եղանակի տեսությանը նայեցի, ժամե ժամ դե գիտեք տալիս է այդ սանդղակի վրա, տալիս է, հենց նույն ժամին, որ անպամատությունը ատված, հենց նույն ժամին արևը մտավ ամբերի տակը, էսա ետ դուս կգա, հետո են իրան շողկը, ուղիղը ստի կբերի, մեկ էլ թենց դեպքերում, ասում ենք, Աստված մեր մոտ է եկել, Աստծու փեշը մեզ է հասել։ Սենց մի քիչ երկով ու խաղով գործս անեմ, դե սիրելի հետևորդներ ջան, մի ժամից արդեն գործի կգնամ, հետո կգամ, եթե եղանակը տաք լի, տաք չլի, եթե էլ ասի արդեն, մեր հայերի զրիցը, հենց, Աստված առաջ, ես գործ անեմ, Զանգի քնած է, աշխատանքից կգամ, հետո բաց կթողամ, դուզնաս ացխավերին ջուջու արի, էկան ոչ, եղկս էկան, թողի որ քո ջուջան է, Հենց դասեմ, որ դասածս փուլ չի գա, քանդվի ոչ էլի, միշտ լավ եմ դասել, մնել եմ դասած փետը, փուլ չի եկել, դե մի քիչ էլ առանց ձեզ գործ անեմ, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, գործից գնալու ժամը մոտիկացել է, կես ժամը մնացել, կհասցնեմ մի հատ կոֆեկ խմեմ, մի կտոր տորտ կուտեմ, որը կդառնա իմ համար նախաճաշ, մեջ ամեն ինչ էլ կա, ձու, ալյուր, քաղցր, մեղր, ու դա կդառնա իմ համար նախաճաշ, ես իմ
եմ բաժակը, կոֆես ուրա կոֆես, այդ ես թունդ կպած գործ եմ անում, հետո մեկ էլ հոպ, աշխատանքի ժամն է, գործից կտրվում եմ, հետո վազք, դեպի իմ թումո կենտրոն, սիրելի հետևորդներ ջան, չէ, ես բերենք ստեղ, հանեմ տորթը, մինչև կոֆեի եփիլը, կտրեմ, դերահատին տորթ կա, հնացա, հնանալ չունի, ինչքան մնում, ենքան համովանում է, ասեմ, որ գլազուրը ձեռքիդ չի կպչում, ահա, սիրում եմ ես ես ձևի գլազուրը, սիրելի հետևորդներ ջան, սղսղիկ, չնայած այն փափուկ գլազուրները նույնպես սիրում եմ, այս ստանակը կարճ է, սա չի լինի, այս մեկը հանեմ, զիգզակ, որ կողմից կտրենք, այս կողմից, այս եզրերի, այս գահերը շատ եմ սիրում, կգտրեմ հավիսով, արագի մեջ կվայել եմ, հետո կոֆես կեփի կխմեմ ու վազքով դեպի գործի, այսպես սիրում հետևորդներ ջան, այս տանակը թողնելու լվանա, այս էլ իր տեղում, սիմայի աչքից հեռու, մեկա ես իրեմ տալիս եմ, գիտեք, փիսոների բնավորությունը ոնց է, այս իմ տորթը, այս էլ իմ բաժակը, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ես սկսեմ իմ տորթը վայելել, որ հասցնեմ, ասեմ, որ լավ հոգնել եմ, թևերս ցավում է, ճիշտ է, ինչքան էլ քիչ-քիչ եմ այդ փետերը սենց թևերիս վրա դասավորում, բայց թե մեծ դեպքում ծանր գործ է, ինչ եմ ուզում ասել, չեմ դժգոհում, փառք Աստծո, դժգոհելը այն ժամանակ լինի, որ ոչ մի բան չունենանք, հիվանդ լինենք, և այլն, տորթ սուտ եմ, որ հասցնեմ, կոֆեն էլ վայել եմ, արդեն խշշում է, սիմը չկա, այդ որ մոտեց հանջատ եմ տեսաղցիկը, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ իմ տորթը չեմ կերել ստեղա, այդ ընթացքում զանգ եկավ, պատասխանեցի, կոֆես էլ թափվեց, միշտ հենց չէին ամենակրիտիկական մոմենտին, այս սենց, դե ոչինչ, հասցրեցի ամեն դեպքում, շատ չգնաց, շատ պակասորդ չտվեցի, դե գնամ դրսում նստեմ, քանի որ դրսի օդը շատ համով է, դուք էլ այդպես արեք, առայժմ ինչ հաջորդ վլոգ, գալիս ես Սիմուլիա